Screener։ Ինչա screener-ը իրանից ներկայացնում։ Սա մի հատ համակարգ է, որը հետևում է ամբողջ շուկային։ Այս պահին ձեզ այստեղ հասանելի է 15 հատ բիրժա, որտեղ կատարող ցանկացած շարժ, ակտիվություն դուրս չի մնում մեր սկրիների աչքից։ Որպեսզի կարողանաք լիակատար օգտվել սկրիներից, դուք որ բացեք, sense default-ով ինքը template-ա, որտեղ մենակ Binance Spot ու Binance Futures-ն է միացված։ Դուք պետք է այստեղ սեղմեք добавить новый շաբլոն, կարող եք անունը փոխել, այստեղ ինչ ուզում եք գրեք, ու պետք է կարգավորել այս template-ը, այս շաբլոնը։ Ամեն բիրժա ունի երկու checkbox։ Մեկը այն ընտրելու, մյուսը հանելու համար։ Ձախից կանաչը ընտրելու համար է, աչից կարմիրը հանելու համար է։ Ինչ է նշանակում ընտրել եւ հանել։ Ընտրելը ինձ թվում է պարզ է բոլորին, իսկ հանելը, եթե դուք ուզում եք screener-ում հետևել այն coin-ներին, որոնք օրինակ կան Binance-ի spot-ում, բայց չունեն Binance Futures, դուք անում եք այս կարգավորումը։ Դուք ընտրում եք Binance Spot եւ հանում եք Binance Futures-ը։ Կամ ուրիշ օրինակ, դուք ուզում եք հետևել այն Max Futures-ներին, որոնք չկան Binance բիրժայում ընդհանրապես եւ չունեն ուրիշ ոչ մի Futures։ Այս կարգավորումը տալով դուք կտեսնեք միայն Max Futures-ի այն coin-ները, որոնք ոչ մի ուրիշ տեղ չունեն Futures ու չկան Binance բիրժայում։ Ու սեղմում եք Premium-ից։ Այս բոլոր Futures-ները ոչ մի տեղ Futures չունեն, այս coin-ները ոչ մի տեղ Futures չունեն, ունեն մենակ Max-ում Futures։ Կարող եք տարբեր էքսպերիմենտներ անել, սա արդեն կախված է ձեր առևտրային ստրատեգիայից ավելի շատ։ Այստեղ ներքևում կտեսնեք հասանելի մետրիկաները եւ դրանց համար նախատեսված ֆիլտրներն ու time frame-ները։ Ինչա մետրիկան ընդհանրապես, դա այն չափման միավորն է, որ օգտագործվում է coin-ի տարբեր պարամետրները չափելու համար։ Օրինակ գործարքների քանակը, գնի տոկոսային փոփոխությունը, ծավալը, հետո funding-ը եւ այլն եւ այլն։ Ընտրում եք time frame, օրինակ նույնիսկ ձեռքների համար, գրում եք minimum-ը, օրինակ, չգիտեմ, 200։ Ու տալիս եք save։ Տվեցիք save, այս պահին իմ նշած պայմաններին ոչ մի բան չի համապատասխանում, ես եթե սարքեմ 10, հիմա ինչ-որ coin-ներ կան, որ վերջին 5 րոպեում մինիմում 10 հատ գործարք եղել է, ու իրանք չկան ուրիշ ոչ մի բիրժայում, կան մենակ Max-ի Futures-ում։ Որպեսզի ընտրեք, թե ինչ մետրիկայով եւ ինչ առաջնահերթությամբ է պետք տեսնել coin-ները, ձեզ անհրաժեշտ է այս վերևի փոքրիկ մենյուն բացել եւ այնտեղից ընտրել մետրիկան եւ time frame-ը։ Օրինակ ուզում եք տեսնել առաջինից սկսած, տեսնեք top վերջին 1 րոպեում տոկոսային փոփոխություն ունեցած coin-ները, ընտրում եք այս կոնֆիգուրացիան։ Այստեղ կա հնարավորություն նաև link անել Metascalp-ին եւ բացել տվյալ coin-ը Metascalp-ում հենց այս edge-ից։ Դրա համար պետք է այստեղ ընտրել link-ի մեջից համապատասխան համարը եւ ունենալ Metascalp-ում նույն համարի տակ link արած ստական կամ գրաֆիկ։ Տեսնում եք այստեղ նույնպես 0.1-ի տակ link արած է, դաժե կարող ենք մի հատ sense գրաֆիկ բացել ներքևում։ Հիմա երբ որ ես սեղմեմ այս կոճակի վրա, եթե ես ունենամ Max Futures-ի connection, հիմա կավելացնեմ։ Հիմա ես կսեղմեմ այս կոճակի վրա եւ կտեսնենք, որ միանգամից Metascalp-ում բացվում է տվյալ coin-ի ստականը եւ գրաֆիկը։ Շատ հարմար է։ Նաեւ կարող ենք combo window-ը բացել Metascalp-ում այս կոճակով, նայեք այստեղ։ Ով չգիտի combo window-ն ինչ է, ձեր ունեցած բոլոր ըստ ձեր ունեցած connection-ների բացում է մի հատ պատուհան, որտեղ բացվում են հասանելի բոլոր ստականները տվյալ coin-ի, ստականները եւ գրաֆիկները։
Բոլոր այդ ամեն ինչը մանրամասն ես նախորդ վիդեոյում Metascalp-ի մասին, որ obzor եմ նկարել, այնտեղ այդ ամեն ինչը մանրամասն բացատրվել է, խնդրում եմ անպայման բացեք եւ դիտեք։ Ամենավերևում տեսնում եք search ticker, որ օգտագործում եք coin-ի գրաֆիկները նայելու համար, օրինակ ուզում ենք Bitcoin-ի գրաֆիկը նայենք, այստեղ կարող եք ֆիլտր անել ըստ բիրժաների, ասենք որ բիրժաներում եք ուզում poisk տակ, ուզում եմ օրինակ, չգիտեմ, Bybit Futures-ի Bitcoin-ի գրաֆիկը նայեմ։ Սեղմեցի այստեղ, ինքը այսպիսի պատուհանի մեջ բացում է այդ գրաֆիկը, կարող ենք բռնել, որտեղ ուզում ենք տեղադրել, կարող ենք իրավարան ինչ-որ, չգիտեմ, նկարչություններ անել եւ այլն եւ այլն։ Անցնենք առաջ։ Obzor Ring-ը։ Սա հիմնական տեղն է, որտեղ դուք կարող եք ձեր համար հանգիստ նստել եւ ուսումնասիրել շուկան մինչև ձեր առևտրային սեսիան սկսելը, ու ես խորհուրդ եմ տալիս բոլորդ այդպես անեք։ Այստեղ նույնպես ընտրում եք շաբլոն, այստեղից, ասենք 0.1 ընտրեցի, Maxi Features-ը բերեց։ Սեղմեցինք, գրաֆիկը բերեց։ Կարգավորումների մեջ կարող եք ընտրել, թե տվյալ աղյուսակում ինչ մետրիկաներ եք ցանկանում տեսնել եւ save կանեք, այստեղ ասենք ես ուզում եմ spread-ը տեսնել, ուզում եմ, չգիտեմ, объёмի դելտան տեսնել, funding-ը տեսնել, ու վերջ։ Հիմա տեսնում եք այս բոլոր կալոնկաները, այս սյունները բոլորը ստեղ հայտնվեցին։ Որպեսզի sort անենք, կարգավորենք այս աղյուսակը ըստ ինչ-որ կոնկրետ մետրիկայի, պետք է կլիկ անել նախընտրած մետրիկայի սյունակի այս անվան վրա, ասենք ուզում եք объёմի դելտայով, չգիտեմ, ֆիլտրենք, տեսնում ենք, որ ասենք վերջին 1 րոպեում 14000 դոլարով ավելի շատ объёմ է այստեղ անցել, քան միջինում անցնում է։ Ու վсё, մենք կլիկ արեցինք, իր գրաֆիկը բացվեց։ Իմիջայլոց կարող ենք բացել ոչ միայն գրաֆիկը, այլ գրաֆիկները, այսինքն այստեղ վերևում մենք տեսնում ենք այսպիսի կոճակ, որտեղ կարող ենք ընտրել տարբեր կոնֆիգուրացիաներ, օրինակ այսպես, ու ընտրել այստեղ տարբեր time frame-ներ, օրինակ, չգիտեմ, ու եթե խոսքի Binance-ը ընտրենք, այստեղ մի քիչ ավելի այսպես Մենակ սա ինձ թվում է հետաքրքիր կլինի, այստեղ կդնեմ ես 15 վայրկյանոցը, այստեղ 5 րոպեանոցը, իսկ այստեղ մի ժամանոց կդնեմ։ Ու այսպես կտկտացնելով կարող ենք նայել այս պահին ինչ է կատարվում։ Ինքը միանգամից տարբեր time frame-ներով բացվում է։ Շատ հարմար է, անպայման օգտագործեք։ Ինչ են ալերտները։ Ուրեմն հասանք մեր ալերտներին։ Սա նույն սկրիներն է, ուղղակի ձեր նախընտրած կարգավորումներին եւ կրիտերիաներին համապատասխանելու դեպքում դուք ստանում եք ազդանշան, թե կայքի մեջ, թե ցանկության դեպքում Telegram-ում։ Բերեք ստեղծենք մեր առաջին ալերտը, սկզբում պետք է գրենք անուն, օրինակ test 1։ Այնուհետև ընտրում կամ հանում ենք նույն լոգիկայով, լրիվ նույն մեխանիկայով աշխատում է ինքը, ընտրում ենք բիրժան, ներքևում մեր blacklist-ի համար նախատեսված edge-ն է, ասենք ուզում եմ Bitcoin-ը հանեմ, չէ, ես Bitcoin-ը blacklist-ում է, այսինքն ինքը ինչքան էլ համապատասխանի իմ կրիտերիաներին, ինքը ինձ ազդանշան չի ուղարկելու արդեն Bitcoin-ի համար։ Ֆիլտրների բաժնում պետք է ընտրենք մետրիկաները, որոնց համապատասխանելու դեպքում մեզ կգա ազդանշան։ Ինձ հետաքրքիր են օրինակ Binance Futures-ի այն coin-ները, որտեղ 15 րոպեում կանցնի 30,000-ից ավել գործարք եւ NATR-ը կլինի 5 րոպեվա time frame-ի համար, ասենք 2%-ից բարձր։ Սեղմում ենք այս պլյուս կոճակի վրա, ընտրում ենք time frame-ը, ասենք 15 րոպե ու գրում եմ մինիմում 30,000։ Այնուհետև NATR-ի պլյուս կոճակի վրա եմ սեղմում, ընտրում եմ time frame-ը ու դնում եմ 2%։
պայմանների բաժնում կարող եմ ընտրել, թե որտեղ եմ ստանալու ազդանշանները, ինձ պետքա, որ ես համ Telegram-ում ստանամ, համ սայթում ստանամ, երբ որ ես կապի կլնեմ, սայթը բաց կլինի, սայթում կգա, երբ որ կապի չեմ լնի, արդյունք ինչ-որ գործերով շեղված կլնեմ, Telegram-ում կգա ինձ նամակ ու եթե ինձ հետաքրքիր է, ես կգամ կոմպի մոտ ու իմ trade-ը կանեմ։ Իգնոր անելու համար նախատեսված այս բլոկը, ուրեմն ինչպես է ինքը աշխատում, ասենք դրեցինք 600 վայրկյան, ինքը 10 րոպեվա ընթացքում, եթե նույն ծիկերը համապատասխանի իմ նշված կրիտերիաներին, 10 րոպեվա ընթացքում ինքը ինձ ազդանշան չի ուղարկելու, այսինքն 10 րոպեվա ընթացքում նույն ծիկերի համար ես ստանալու եմ 1 ազդանշան ընդամենը, անկախ նրանից, թե քանի անգամ ինքը կհամապատասխանի մեր տված կրիտերիաներին։ Ու սեղմում եմ save։ Մի քիչ որ սպասենք, չգիտեմ, կարող բախտներից բերի, այս բանին, բախտներից բերեց, այս բանին կան որոշ coin-ներ, որոնք համապատասխանում են իմ կրիտերիաներին։ Ինչ եմ անում ես։ Уведомления այս վկլատկայի մեջ, այս tab-ի մեջ, մենք տեսնում ենք պատմությունը մեր ալերտների։ Եթե ես սեղմեմ այս ծիկերի անվան վրա, կբացվի տվյալ coin-ի գրաֆիկը, այստեղ ես կարող եմ time frame փոխել, ուսումնասիրել ան, ու եթե ինձ հետաքրքիր է, նույն ձև այստեղ link եմ անում, ու սեղմելու եմ ես ուղղակի այս կոճակի վրա, ու միանգամից ստականու գրաֆիկը ստե բացվում է։ Իսկ հիմա հարց. ինչպես ստանալ Telegram-ով նույնպես մեր ալերտները։ Դրա համար մենք մտնում ենք profile edge-ը եւ այնտեղ ավելացնում ենք Telegram bot։ Թե ինչպես ավելացնել Telegram bot եւ միացնել այն MetaBroker-ում, մենք ունենք առանձին վիդեո, կարող եք սեղմել այս լինկի վրա ու նայել այս վիդեոն։ Այստեղ գրելու եք bot-ի token-ը, պատկլուչից տակ ու շո, միանգամից արդեն ձեր սեփական bot-ն եք ունենալու։ Անցնենք առաջ, լիստինգներ, ինչա լիստինգները իրանից ներկայացնում։ Այս էջում դուք կարող եք տեսնել հայտնի, մեզ այս պահին հայտնի լիստինգները, որոնք դեռ չեն եղել եւ արդեն եղած լիստինգների պատմությունը։ Այստեղ մենք կարող ենք հետևել լիստինգ եղած coin-ների հիմնական մետրիկաներին ըստ ձեր նախընտրած time frame-ների։ Այս պահին հասանելի է վերջին 50 հատ լիստինգների պատմությունը, բայց շուտով այս թիվը երևի կքառապատկենք մոտավորապես։ Լիստինգների համար նույնպես կարող եք տալ կարգավորումներ, սկսած նրանից, թե որ բիրժաների լիստինգներն եք ուզում տեսնել, վերջացած նրանով, թե քանի րոպե առաջ եք ուզում տեղեկանալ տվյալ լիստինգի մասին։ Դրա համար բացում եք կարգավորումները եւ ընտրում բիրժաները ու տալիս ալերտների կարգավորումները։ Այնուհետև սեղմում եք սախրանից։ Անցնենք առաջ։ Funding։ Թե ինչա funding-ը ես հիմա չեմ բացատրելու, խնդրում եմ բացեք, կարդացեք։ Այս էջում դուք կարող եք տեսնել Metascalp-ում հասանելի բիրժաների բոլոր funding-ները։ Այստեղ կա filter, կարող եք ընտրել, թե որ բիրժաներն եք ուզում տեսնել։ Կարող եք սորթավորել դրանք ըստ տոկոսի մեծության եւ ինտերվալի։ Վերևի այս վիջետում հարմարության համար միշտ ցուցադրված են ամենաբարձր ֆանդինգները։ Եվ այսպես այսօր մենք քննարկեցինք մանրամասն, թե ինչ է իրանից ներկայացնում MetaBroker-ը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեզ, որ համբերություն ունեցաք եւ մինչեւ վերջ նայեցիք։ Հարցերի դեպքում միշտ կարող եք դիմել մեր տեխնիկական աջակցության թիմին, լինքը անպայման կտեղադրենք նկարագրության մեջ։ Մի շնորհ հանդիպումներ, ցտեսություն ձեզ։